Վերջին տարիներին տրանսպորտային միջոցների թվի զգալիորեն աճի եւ շարունակության աճի ֆոնին ճանապարհային անվտանգությունը մնում է մարտահրավեր եւ չնայած գրանցված առաջընթացին Վրաստանում ամեն տարի հարյուրավոր մարդիկ մահանում կամ լուրջ առողջական վնասվածքներ են ստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով։ Համապատասխանաբար ճանապարհատրանսպորտային պատահարները եւ դրանց հետ կապված մահացության մակարդակը պարտավորեցնում են պետության արդյունավետ քայլեր ձեռնարկել ճանապարհային անվտանգության կանոնները խստացնելու համար։ Ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառների վերլուծությունը հաստատում է, որ հասարակական անվտանգությունն առավել լավագույն ապահովելու համար անհրաժեշտ է զգալիորեն վերանայել եւ խստացնել գործող պատժամիջոցները, ասված է նախարարության հայտարարության մեջ։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն ճանապարհին տրանսպորտային միջոցի մանևրելու կանոնները խախտելու համար տուգանքն ավելանում է մինչև 100 լարի։ Միաժամանակ այս խախտման համար վարորդական իրավունք տրվող միավորների քանակը կնվազի 20 միավորով։ Արագության սահմանաչափը գերազանցելու համար պատիժը 50-ից կբարձրանա մինչև 100 լարի։ Ավտոմեքենա վարելիս անվտանգության գոտիչ օգտագործելու համար վարորդի կամ ուղևորի պատիժը կավելանա մինչև 50 լարի։ Միաժամանակ այս խախտման համար վարորդական իրավունքին տրված միավորների քանակը կնվազի 10 միավորով։ Ավտոմեքենա վարելիս բջջային հեռախոս օգտագործելու համար պատիժը կբարձրանա մինչև 50 լարի։ Կայանետեղի կանոնների խախտման համար Թբիլիսիի նման տուգանքը կբարձրանա մինչև 50 լարի։ Քութայիսի, Բաթումի, Մցխետայի, Ռուստավի, Գորի, Թելավի, Փոթի, Զուգդիդի մունիցիպալիտետներում եւ Վրաստանի հանգստավայրերում։ Լրացուցիչ պատասխանատվություն է սահմանվում ավտոբուսային գոտում միկրոավտոբուսից բացի ցանկացած այլ տրանսպորտային միջոցի երթևեկության հակառակ ուղղությամբ վարելու համար, ինչը կհանգեցնի 200 լարի տուգանք։ Նաեւ նոր խախտում է սահմանվել տրանսպորտային միջոցը մայթեզրին կամ հետիոտնային անցման վրա կանգնեցնելը, ինչը կհանգեցնի 100 լարի տուգանք։ Այս տեղեկությունը հրապարակել է ներքին գործերի նախարարությունը։